Սրտանց փառք Տիրոջը։ Փառք Տիրոջը, որովհետև մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս ծնվեց մեզ համար, որպեսզի նրա ծնունդով մենք ծնունդ ստանանք, օրհնություն եւ շնորհք ստանանք։ Գիտեք, սիրելիներ, երկրի վրա շատ մանուկներ են ծնվում։ Նրանց անունները որոշում են իրենց ծնողները։ Միգուցե որոշում են իրանց, չգիտեմ, հոր մոր անունը դնեն, կամ միգուցե որոշում են ավելի այնպիսի մի հատ անուն դնեն, որ շատ հայտնի չի։ Վերջի իրանք որոշում են այնպիսի մի հատ անուն դնեն, բայց չգիտեն, որ նրա կյանքը հետագայում ինչպիսին է դասավորվելու, այդ մանուկը ինչ է դառնալու, այդ մանուկը ինչ է անելու, կամ շատերը անգամ անուն են դնում երկրի իրավիճակները նկատի առնելով, ինչ որ մի հատ բան դեպք տեղի ունեցել է, ինչ որ մեկի անունով կոչում են այդ երեխային։ Սիրելիներ, Հիսուսի անունը երկինքը դրեց, որովհետև ասա, որ մի մանուկ պիտի ծնվի և նրա անունը Հիսուս պիտի դնես։ Գիտեք ինչ է նշանակում Հիսուս։ Հիսուս նշանակում է փրկիչ։ Ինքը օծյալ փրկիչ է։ Ինքը օծված էր փրկելու համար, փրկելու մարդկությունը խավարից, փրկելու սատանայի ձեռքից, սատանայի ճիրաններից ելներ։ Եվ մենք տեսնում ենք Ղուկաս ավետարանի մեջ այն խոսքերը, որոնք վերաբերվում էին մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին, հետևյալն ասում. մեր Աստված գթած ողորմության համար, որ ծագող արեգակը վերեն մեզ այցելության եղավ, խավարի մեջ նստող ժողովուրդը լույս տեսավ և մեր ոտքերը խաղաղության ճամփաներու մեջ շտկելու համար։ Այո, այդ արեգակը այցելության եկավ, որովհետև երկիրը, մարդկությունը նստած էր խավարի մեջ։ Գիտեք, սատանան Եդեմի պարտեզի մեջ խաբեց մարդուն և այսօր շարունակ, մինչև այսօր մարդուն խաբում է։ Սատանայի նպատակը, գործը, գիշեր ու ցերեկ հետևյալն է խաբելու մարդուն, որ այս երկրի վրա դու ապրում ես, մի կյանք ես ապրում, պիտի ուտես, խմես, չգիտեմ, եւ այլը, եւ այս կյանքը դու վայելես, մարդուն խաբում է սատանան։ Գիտեք ինչ նա նպատակը նրա, որպեսզի մարդուն գցի այն մեծ օրհնությունից, որովհետև ինքը ընկել էր։ Եվ սատանան աշխատում է մարդուն գցելու այդ ամեն ինչի մեջ սերներ, խաբում է, բայց մեր Տեր Հիսուս Քրիստոս եկել է, որպեսզի լուսավորի մեր ներսը, մեր հոգու աշխարհը, որպեսզի մենք ճշմարտությունը ճանաչենք իրան, ճանաչենք Քրիստոսին սերներ։ Հովհաննես ավետարանի մեջ, Հովհաննեսի առաջի թուղթն եմ ուզում կարդամ 5-րդ գլուխ 20 համարի մեջ գրված է. գիտեք թե Աստծո որդին եկավ և մեզ կարողություն տվեց, որպեսզի մենք ճշմարիտը ճանաչենք։ Գիտեք, մարդը անկարող է, երբ որ մարդուն ուզում ես մի բան բացատրես, մի բան ցույց տաս, մարդու ուղեղը, մարդու ընկալումը, մարդու ներսը այդ կարողությունը չունի ինքը հասկանալու։ Գիտես, երբ որ, ասենք, խոսած մարդու հետ ինչպես, ասենք, 3 օր ծովի կետի փորի մեջ մնաց Հովնանը և Աստված նրան փրկեց այդտեղից, ինչպես տեղի ունեցավ, ասենք, Նոյի ժամանակը, երբ որ այդ ամբողջ գազանները, չգիտեմ, կենդանական աշխարհը իրար հետ հավաքվեցին, փրկվեցին ջրհեղեղից։ Գիտեք, մարդը չի կարողանալու ընկալի այն ամենը, ինչը որ տեղի է ունենում հոգևոր աշխարհի մեջ։ Եվ դրա համար, երբ որ մարդուն ասում ես հավատա Աստծուն, արի եկեղեցի, դու փրկություն կունենաս, մարդը մի պահ մտքի մեջ մտածում է, հետո ասում է, սա իմ բանը չի, ես ոնց կարող եմ, ես այս բաները չեմ կարանի, ես չեմ կարա փոխվի եւ այլը, ինչի, որովհետեւ սատանան խաբել է մարդուն, որ դա քո բանը չի, բայց ոչ սիրելիս, այսօր մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս ծնվել է, որ լուսավորի իմ և քո միտքը, և մենք հասկանանք և ճանաչենք նրան, որ նա է ճշմարտությունը, երկնքից հայտնված կյանքը ինքն է, և մենք այսօր նրա կարիքը ունենք սիրելիներ, և տեսեք ինչ ասում, և նա մեզ կարողություն տվեց, այսինքն նրան ճանաչելու համար, չօգտագործվեց մեր գաղափարը, չօգտագործվեց մեր մարդկային ինտելեկտը, չօգտագործվեց մարդկային հնարքները, օգտագործվեց մի բան, նրա առաջ գալը և նրան ընդունելը և նրան հավատալը և նա է բացում մեր ներսը սիրելիներ։ Երբ որ մենք տեսնում ենք Սուրբ Գրքի մեջ, տեսեք գրված է Կորինթացիներիս թուղթը խոսում է դրա մասին սիրելիներ։
Երկրորդ Կորինթացիներից մեջ 4 գլուխ 4 համարի մեջ գրված է, որում մեջ այս աշխարհի Աստվածը անհավատների միտքը կուրացրեց, որպեսզի Քրիստոսի ավետարանի փառքի լույսը նրանց վրա չծագե, որ է Աստծո պատկերը։ Սատանան կուրացրել է մարդուն, որ այդ փառքի լույսը, Քրիստոսի փառքի լույսը, որը իր ասում է պատկերը չծագի մարդու վրա։ Մարդու ներսը խավարել է, մարդու աչքերը կուրացել են, եւ մարդը այսօր նայում է միայն իր առջև դրված այս երկրային կյանքի մեջ, ինչի մեջ կարա զվարճանքներ, աշխարհասիրություններ, մարմնավոր գործեր, եւ սրանից ենքոն ոչ մի բան չի նայում, բայց Առաքյալը շարունակության մեջ գրում է, տեսեք սերներ, սա ամենակարևոր գործն է, որ Աստված ուզում է ամեն միազնավորության կյանքի մեջ կատարվի սերներ։ Սա հաղթություն է մեղքի աշխարհի եւ սատանայի նկատմամբ, եւ սա բերել է մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս։ 6-րդ համարի մեջ ասում է. «Վասե Աստված, որ հրաման արավ խավարիցը լույս ծագե, ինքը մեր սրտերի մեջ ծագեցավ Աստծո փառքի գիտության լույսը տալու համար Հիսուս Քրիստոսի անձովը փառք Տիրոջը, ինքը ծագեց մեր սրտերի մեջ, ինքը ծագեց, ինքը աշխարհ եկավ, եւ ինքը այսօր ուզում է ծագի մեր սրտերի մեջ, եւ ինքը ուզում է այսօր հայտնվի մեր կյանքի մեջ, որ բացի ճշմարտությունը, որ մենք հասկանանք, որ մենք իր կարիք ունենք սերներ, եւ սա շատ կարևոր է, եւ գիտեք, ամեն ինչը արել է Տերը մեզ համար։ Մեր կողմը մնացել է մենակ մի բան, որ այսօր մենք անկեղծանանք, այս աղոթքների մեջ անկեղծանանք, ասենք Տեր Հիսուս, գիտեք Մարգարեն Սաղմոս 2 աղոթում է, ասում է բացիր իմ աչքերս, որ ես քո օրենքների հրաշքները տեսնեմ, աղոթում է, որ բացի այսօր մենք պիտի ասենք Տեր, ինձ տուր այս հնարավորությունը, որ ես եկել եմ այստեղ, ստեղից ես դատարկ չգնամ, բացի իմ աչքերը, բացի իմ ներսը, որ ես հանդիպեմ քեզ, որովհետև դու այստեղ ես, որովհետև Տերը գործում է եւ նրա Սուրբ Հոգին այսօր աշխատում է մեզ հետ մի բանի համար սիրելիներ, որ մենք հանդիպենք իրան եւ հաղորդակից լինենք իր հետ։ Տեսեք, այն մարդիկ, ովքեր որ անկեղծ են գալի Տիրոջ առաջ, այն մարդիկ նրանք, որ անկեղծ փափագ ունեն Տիրոջը մոտիկանալու, այն մարդիկ, ովքեր որ իրանց սրտի մեջ որոշում են կայացրել, տեսեք ինչ ասում Աստված նրանց, կարևոր խոսք կա, եւ սա պիտի առնենք ամեն մեկս, եւ ստեղից Տերը չի ուզում, որ որևէ միանձնավորություն դատար գնա։ Եսայի մարգարեություն 60-րդ գլուխ առաջի խոսքը սա է ասում. «Ելիր լուսավորվե, քանզի քո լույսը եկավ, ու Տիրոջ փառքը քո վրա ծագեցավ։ Վասե ահա խավարը երկիրը եւ մառախուղը ազգերը կծածկեն, բայց քո վրա Տերը պիտի ծագե եւ անոր փառքը քո վրա պիտի երևնա»։ Փառք Տիրոջը։ Այսօր ամբողջ աշխարհը խավարի մեջ է, խառնված են, շփոթության մեջ են, վախերի ու սարսափի մեջ են, մտահոգությունների մեջ են, տագնապների մեջ են, բայց Սուրբ Գիրքը ասում այն ազնվորությանը, ովքեր որ անկեղծ եկել եւ դառնում են իրան, ասում է վեր կաց, կանգնի, որովհետեւ Քրիստոս լույսը քո վրա պիտի ծագի։ Փառք Տիրոջը։ Եղբայրներ, քույրեր, բոլորս ունենք դրա կարիքը։ Բերեք ասենք մեզ սրտերի մեջ Տեր, ես ունեմ դրա կարիքը։ Կարևոր չի ես քանի տարվա հավատացյալ եմ։ Կարևոր չի ես քանի անգամ եմ գալի պաշտամունքին։ Ասա քո սրտի մեջ, ես ունեմ քո կարիքը Հիսուս։ Ծագիր իմ սրտի մեջ։ Գիտեք Քրիստոս ամբողջ երկնային փառքն է այսօր բերում։ Այսօր Հիսուսը չի եկել որ երկրային հարցեր լուծի։ Միգուցե այսօր շատ ենք աղոթում մենք, Տեր ջան, հոգսեր, խնդիրներ, վիճակներ ու ծանրություններ, այսօր Հիսուսը երկնքի փառքն է բերելու։ Գիտեք, ես այս համարները ուզում կարդամ եւ աղոթ կանենք սիրելիներ, Եփեսացիս առաջի գլուխ 17-18 համարի մեջ գրված է, ասում է իմ սրտի աչքերը բաց, լուսավորիր, որ ես տեսնեմ այդ մեծ հույսը, այդ մեծ ժառանգությունը, որ ես ունեմ քո մեջ, սրտի աչքերը բաց, այսօր պետք է աղոթ կանենք, խնդրենք Տիրոջը, որպեսզի Աստված բացի, այո, մեր սրտի աչքերը եւ մենք տեսնենք մեր Տիրոջը, որ ինքը այստեղ է եւ ինքը սիրում է եւ ինքը անցնում է շարքեշարք եւ ինքը գործում է մեր սրտերի հետ, որ մենք իրան մոտիկանանք
եւ իրան հանդիպենք։ Ամեն։